Բաքվում վրդովմունք են հայտնում նախօրեին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված երկու հայանպաստ բանաձևերի կապակցությամբ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հերթական դիվանագիտական դեմարշով։ Շարունակենք թեման Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչն է վրդովեցրել Բաքվին։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր կանչվել առանձին Բելգիայի և Նիդերլանդների դեսպանները և իրենց կտրուկ բողոք են հայտնել այդ երկրների խորհրդարանների ընդունած բանաձևերի կապակցությամբ և տարածած պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, թե իբր այդ որոշումները ուղղված են Ադրբեջանի սուվերենության և տարածքային ամբողջականության դեմ և նաև խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ շարունակվող խաղաղ գործընթացը։ Մասնավորապես նաև ընդգծվում է, թե իբր այդ ընդունված որոշումները խորհրդարանների վկայում են այդ երկրներում մեջբերում եմ Ադրբեջանի դեմ արմատավորված կողմնակալությունը։ Կոչ են անում ադրբեջանցի դիվանագետները մայրաքաղաքներից կոնկրետ ջանքեր գործադրել այդ երկրներում գործող հայկական խմբերին չեզոքացնելու նպատակով։ Հավանաբար խոսքը այն հայկական կազմակերպությունների մասին է, որոնք մասնակցել են այդ բանաձևերի ընդունման լոբինգի գործընթացում։ Միաժամանակ հետաքրքիր է, որ ակնարկ է արվում այն մասին, որ այդ բանաձևերը ընդունում են որպես Երևանի ոչ կոնստրուկտիվ դիրքորոշման դրսևորում, թե իբր Երևանն է նախաձեռնել այդ բանաձևերի ընդունումը, այն դեպքում, երբ Երևանը որևէ առնչություն չի ունեցել։ Պատահական չէ, որ այդ արտգործնախարարության տարածած տեքստում զարմանք են հայտնում այն կապակցությամբ, որ այդ որոշումները կայացվել են նույն այն օրը, երբ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումն է տեղի ունեցել։ Նման մի Բելգիայի և Հոլանդիայի դեմ բողոքով փաստաթուղթ է ընդունել նաև Ադրբեջանի մեջլիսը, այդ տարածված հայտարարության մեջ նույնպես կոչ են անում բելգիացի և հոլանդացի խորհրդարանականներին ջանքեր գործադրել, որոնք կանխեն հետագայում նման, ինչպես իրենք են որակել, հակաադրբեջանական դրսևորումները։ Իսկ կոնկրետ ինչի մասին են Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների բանաձևերը։ Ապրիլի 16-ին այդ եվրոպական կարևոր երկրների խորհրդարանները իրարից անկախ երկու փաստաթղթեր են ընդունել, այսինքն մի փաստաթուղթ Բելգիայում է ընդունվել, միաժամանակ երկու փաստաթուղթ Հոլանդիայում։ Բելգիայի խորհրդարանի ընդունած որոշումը, որի նախաձեռնող պատգամավոր Միշել դե Մագդեն էր, նախ ողջունում էր Հայաստանի եվրոինտեգրման պրոցեսը և նաև ողջունում էր Հայաստանի քայլերը Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հարցում, բայց միաժամանակ նաև ներկայացնում է պատկերը, որում այժմ գտնվում է Հայաստանը և ողջ հարավային Կովկասը։ Մասնավորապես բելգիացի օրենսդիրները պահանջում են Ադրբեջանից առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ գերիներին, այդ թվում նաև Արցախի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, դուրս բերել զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ապահովել արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքները, ընդ որում միջազգային երաշխիքներով։ Նման մի փաստաթուղթ է ընդունել նաև Հոլանդիայի խորհրդարանը, բայց այն ավելի շատ վերաբերվում էր Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմային և Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարմանը, և այդ փաստաթղթում նույնպես պահանջ է ներկայացվում ազատ արձակել հայ գերիներին, իսկ Եվրամիության ղեկավարությանը կոչ են անում հետևել այդ պրոցեսին և ճնշում գործադրել Բաքվի իշխանությունների վրա այս ամենին հասնելու նպատակով։ Իսկ ինչով է պայմանավորված բելգիացի և հոլանդացի օրենսդիրների հետաքրքրությունը հայկական թեմաներով։ Իրականում Բելգիան և Հոլանդիան հենց այն եվրոպական երկրներն են, որտեղ միշտ հետևողական են եղել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու հարցում։ Տարիներ առաջ, այսինքն մի քանի անգամ Բելգիայի խորհրդարանը որոշումներ է ընդունել, որոնցով դատապարտել է Արցախում էթնիկ զտումը, Հայաստանի տարածքների օկուպացիան, կոչ են արել երաշխիքներ ապահովել արցախահայերի հայրենիք վերադառնալու հարցին վերաբերող։ Նիդերլանդների խորհրդարանը նույնպես նման
բովանդակություն ունեցող առնվազն 2 փաստաթուղթ է ընդունել, իսկ Նիդերլանդների արտգործնախարարը անգամ որակել է Ադրբեջանի գործողությունները Արցախում որպես ռազմական հանցագործություն։ Այս փաստաթղթերի ընդունումը վկայում է այն մասին, որ Եվրոպայում շարունակում է օրակարգում մնալ արցախահայերի իրավունքի հարցը։ Անկախ նրանից Հայաստանի իշխանությունները այդ հարցը բարձրացնում են, թե ինչ-ինչ պատճառներից ելնելով այդ հարցին ձգտում են չշոշափել եւ չխոսել այդ մասին։ Այսինքն այդ հարցը օրակարգում է ոչ թե նրա համար Հայաստանը դնում է այդ հարցը, թե չի դնում, այլ որովհետեւ այդ հարցը բխում է միջազգային կանոններից եւ նորմերից։ Ադրբեջանում կարծում էին, որ բելգիացի եւ հոլանդացի խորհրդարանականներին կարող են վախեցնել։ Հավանաբար դա է պատճառը, որ այդպես կոչված Բաքվի նախաձեռնող խումբ կոչվող կազմակերպությունը, որը Ադրբեջանում ստեղծել են նախագահի աշխատակազմի աջակցությամբ, արդեն մի քանի անգամ ընդգծված հակահոլանդական եւ հակաբելգիական դեմարշներ է եւ քաղաքականություն է վարում։ Ժամանակին այդ Բաքվի նախաձեռնող խումբ կոչված կառույցը ստեղծվել էր Ֆրանսիայում խնդիրներ ստեղծելու նպատակով, այսինքն հրահրել այնտեղ սեպարատիստական շարժումներ։ Այնուհետ սկսեցին այդ կառույցը օգտագործել նաև մյուս այն եվրոպական պետությունների դեմ, որոնք Հայաստանին աջակցում են։ Մասնավորապես վերջին 1 տարվա ընթացքում մի քանի անգամ Բաքվում այդ կառույցը կոնֆերանսներ է կազմակերպել, հրավիրելով տարբեր երկրներից հյուրերի, որոնց նպատակն է եղել Հոլանդիայի եւ Բելգիայի նախկին գաղութներում հակաբելգիական եւ հակահոլանդական ալիք հրահրել, որպեսզի իրենք պահանջեն հատուցում Ամստերդամից եւ Բրյուսելից այդ գաղութատիրության շրջանում իբր կատարված հանցագործությունների դիմաց։ Բայց այդ ամենը կարծես թե հակառակ էֆեկտ է բերում, Ամստերդամում ու Բրյուսելում ավելի հետևողական են դառնում ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու հարցում։ Շնորհակալություն, Արչո։